Դու ես մեր Աստվածը, Տեր։ Տեր, դու փառքերի արժանի ես, Տեր։ Շնորհակալ ենք, որ որդեգրել ես մեզ եւ ժառանգներ ես արել, Տեր, քո հավիտենությանդ համար, Տեր։ Գոհանում ենք քեզանից այսօրվա համար, Տեր։ Գոհանում ենք, որ հավաքվել ենք, որ փառք տանք քեզ, դու ես մեր Տերը, մեր Աստվածը, Տեր։ Եվ կխնդրենք քո սուրբ հոգուտ ներկայությունը, Տեր, որտեղ ամեն բան քեզնից է։ Ամենը Տեր իմ Աստված, եւ շնորհակալ ենք քո ողորմությունների համար։ Դու մեր Տերն ես, մեր Աստվածն ես, եւ ողջ փառքը տալիս ենք քեզ։ Փառք քեզ։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Կարող ես ողջունել քո կողքինիդ եւ նստել։ Աստված օգնի փառաբանությանը։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, օգտվելով առիթից շնորհավորեմ մեր քույրերի, մայրերի եւ կանանց տոնը։ Աստված ձեզ շատ օրհնի։ Գիտեք, Աստվածաշունչը խոսում ասում է, որ Ադամի համար ամեն ինչը պատրաստ էր եւ Եդեմի պարտեզում եւ ամեն բան այդ կոմֆորտը ստեղծել էր, բայց մի բան պակաս էր։ Եվ կրայում եք, չէ, եղբայրներ իշներ պակաս։ Պակաս էր կինը, իր օգնականը։ Գիտես, Աստված ձեզ շատ օրհնի քույրեր, որտեվ թե դրախտում, թե երկրի վրա դուք մեզ շատ պետք եք, Աստված ձեզ շատ օրհնի, դուք մեր կյանքի մեջ բերում եք կոմֆորտ եւ նույնպես թող Աստված ձեզ պատղատու ծառ սարքի եւ ձեր ամեն ընթացքը լինի օրհնված։ Աստված ձեզ շատ օրհնի։ Շնորհակալ եմ Տիրոջից ձեր համար։ Եղբայրներ, մի հատ արժի ծափ տալը, չէ՞։ Այնպես ինձ թվում է, թե ես մենակ ես եմ այդպես մտածում, բայց իրոք մեր կյանքերի մեջ օրհնություն եք դուք։ Աստված ձեզ շատ օրհնի։ Մենք ունենք այսօր կանանց կոնֆերանս, քույրերը մեր եկեղեցու մեջ մեծ դեր ունեն ծառայությունների մեջ։ Աստված ձեզ շատ օրհնի եւ ուզեմ, որ եղբայրներս, տղամարդիկ ոչ պակաս լինեն իրանցից, որովհետև ձեր դերը շատ մեծ է, Աստված իրոք թող առատապես օրհնի ձեր կյանքերի մեջ իր լիությունը գա ու լինեք օրհնված, փառք Աստծուն ձեր համար։ Այսօրվա ուղերձս, որ կուզեմ խոսեմ, այսպես եմ ես վերնագրել, մտերմություն Աստծու հետ։ Գիտեք, ինձ թվում է, թե իրոք այդպես է դուք դատեք այսօրվա իմ խոսքից, ես այսպես եմ հասկանում, որ մեր հավատացյալներից մեջ, հոգևորներից մեջ կրիզիս կա հավատքի հանդեպ։ Այսօր չգիտես ինչի այդ դիֆիցիտ կա, որովհետև այսօր ավելի շատ մարդիկ անհավատները շատ են հավատում, քան հոգևորները վստահում են Աստծուն եւ քայլում են եւ սպասում են եւ ակնկալում են Աստծուց։ Գիտես, երբ որ Աստվածաշունչը ես կարդում էի իմ էջանշով, ես հանդիպեցի այն տեղին, որ շատերը կարդացել եք, երբ որ Պետրոսը խոսում էր, ասում էր, որ Տեր, ահա մենք թողեցինք այսինչ բաները եւ քեզ հետևեցինք։ Եվ Պետրոսը ասեց նրան, ահա մենք թողեցինք ամեն բան եւ քո հետևից եկանք։ Եվ Հիսուսն էլ պատասխանեց, ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ ոչ ոք որ թողեց այն տուն կամ եղբայր կամ քույր կամ մայր կամ կին կամ որդիներ կամ արտեր ինձ համար եւ ավետարանի համար, որ հարուրապատեկը հիմա այս ժամանակումը չառնե տներ, եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիկ եւ արտեր հալածանքի հետ եւ գալիք աշխարհումը հավիտենության կյանք։ Մեզ թվում է, որ թե մենակ խոսում է հավիտենության համար, իհարկե դա շատ լավ է, որ մենք պիտի ժառանգենք եւ այս ամեն չարչարանքը արժի։ Բայց Աստվածաշունչը խոսում ասում է հալածանքի հետ ինչ որ թողել եք, ասում է հարուրապատիկը պետքա ստանաք։ Ու մեզ թվում է, թե մենք երբ որ դառնում ենք քրիստոնյա, մենք պետք է այսպես հազիվ
մի ձևի պետք է անցկացնենք այս մեր տարիները, որ ժառանգենք երկնքի առկայությունը։ Ոչ, Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ այս ժամանակի համար դուք պետք է լինեք օրհնված։ Գիտեք, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեր Աստված սիրելով մեզ, ասում է, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, մենք գիտենք, եւ Հովհաննեսի 3:16-ում, որ գրված է, եւ ովքեր որ Աստվածաշունչ են ընթերցում, դրանք մենք լավ գիտենք ինքներս, ասում է, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան, որ հավատացողը չկորչի։ Ինչի համար եմ ես այս տողերը կարդում, ասում է, այն հավատացողները։ Եթե հավատում ես, չես կորչի, ինչպես Աստվածաշունչն է խոսում։ Եթե չես հավատում, արդեն խնդիր այստեղ։ Այսինքն մենք այսօր խնդիր ունենք հավատքի հետ, որ գիտես, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր իր աշակերտների համար, նա պատրաստում է նրանց եւ խոսում է նրանց հետ, ասում էր, որ մարդու որդին պետք է խաչվի, չարչարվի եւ չէ, մահանա եւ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Եվ գիտես, աշակերտները, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ խաչվեց մեզ համար, ամենը թողեցին, գնացին իրաց գործին։ Բայց մարդիկ, որ Քրիստոսի աշակերտները չէին, լավ էին հասկանում եւ հավատում էին, որ ասում էին, որ ամուր պահենք գերեզմանը, որովհետեւ Քրիստոսը խոսել էր, ասում էր, որ երրորդ օրը ես պիտի հարություն առնեմ։ Եվ նրանք ինչ արեցին, վերցրեցին եւ դրեցին պահապաններ զորքից, որ պահապանեն ավելի շատ իրանք հավատում են, որ Քրիստոսը պիտի հարություն առնի եւ քան թե մեր աշակերտները, չէ։ Այսօր այդ խնդիրը կա, այդ դեֆիցիտը կա մեր քրիստոնյաներից մեջ, երբ որ գալիս է խնդիր, ասեմ, որ Սաղմոս 31:22 խոսքում ասում է, որ այդ շփոթությունը գալիս է խնդիրների հետ։ Երբ որ գալիս է խնդիրներ, դուք զգացել եք, որ այդ շփոթությունն է գալիս եւ խոսքի մեջ ասում է, որ մենք զգում ենք երբեմն մեզ դեն գծվածի պես։ Բայց նույն Սաղմոսում խոսում ասում է, որ Աստված հավատացյալների համար ունի փրկություն։ Աստված բերում է իր ձեռքով եւ բերում է հարցի լուծում մեզ համար։ Ուղղակի մենք այդ ժամանակ այդ շփոթության մեջ մենք թեր ենք գտնվում։ Գիտեք, մի տեղ կա, որ Աստվածաշունչը խոսում ասում է, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը գնում էր խաչվելու, երբ որ իր աշակերտներից մեկը եւ քահանաների ծառայի մեկի ագաճը որ կտրեց, ասում է, քեզ ինչ է, երբ որ քեզ ինչ է թվում, եթե ես իմ հորս խնդրեմ, միթե 12000 գունդ ինձ համար չի ուղարկի, որ այստեղ ամեն բան վերացնի։ Գիտես, սա ինչի համար եմ ես խոսում, որ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը լինելով այդ խնդրի մեջ, որ մի հատ ամբողջ զորքեր իր դեմը դուրս եկել, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մտերիմ էր Աստծու հետ։ Ասում է, ձեզ ինչ է թվում, եթե ես իմ հորս խնդրեմ, այսինքն մենք պետք է հասկանանք, եւ որ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ եթե մենք ժառանգելու ենք երկնքի առկայությունը, այսինքն որդի ենք։ Երբեմն մենք մոռանում ենք այս ամեն ինչի համար։ Երբեմն մենք չենք հասկանում, որ մեր խնդիրների մեջ պետք է կանչենք Աստծուն։ Երբեմն մենք մոռանում ենք, գիտես, չարի գործը առավոտից երեկո նայ, որ ասի, որ Աստված բարի չի։ Ամեն բան, որ կատարվում է աշխարհի մեջ, ամեն ինչ Աստված է մեղավոր։ Աստված մեր բարի է։ Ես շատ այստեղից շատ խոսացել եմ ու շատ կխոսամ, որ ամեն բան երկրի վրա Տիրոջ կամքով չի։ Հայր, թող լինի քո կամքդ, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Ամեն բան չի, որ երկրի վրա Տիրոջ կամքի մեջ է։ Թող լինի քո կամքդ, ինչպես երկնքում, այնպես երկրիս վրա։ Եվ չարի գործը սա է, որ ամեն օր քեզ մոլորեցնի, որ ասի Տերը բարի չի։ Մարկոս ավետարանի առաջի գլխի 40-րդ խոսքում մի տեղ կա, որ Տերը բժշկելուց այս խոսքերը խոսվեց, եկեք կարդանք այս տեղերը։ Եվ մի բորոտ եկավ նրա մոտ եւ աղաչում էր նրան եւ ծունկ էր դնում նրա առաջին եւ ասում էր. Թե որ կամենաս կարող ես ինձ սրբել։ Հիսուսն էլ գտալով ձեռքը դրեց նրա վրա եւ նրան դիպավ եւ ասեց նրան. Կամենում եմ, սրբվիր։ Գիտեք, շատ ժամանակ մեզ թվում է, որ Տիրոջ կամքը չի, որ
Տերը չի կամենում, որ մեզ բժշկի։ Տերը հավատ կա փնտրում։ Տերը ուզում է, որ դու իրան կանչես։ Գիտես, խոսքի մեջ ասում է եւ Ղուկասի 11:9-ում ասում է եւ ես ասում եմ ձեզ, խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Եվ եկեք այդ խոսքերը ամուր դնենք մեր գրպանի մեջ, որ միշտ այդ խոսքն ունենանք։ Ես ասում եմ ձեզ, խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ։ Որովհետեւ ամեն ոք որ խնդրում է, առնում է, եւ ով որ որոնում է, գտնում է, ով որ դուռը թակում է, բացվում է նրան։ Այս խոսքերը իմ համար են, որ նեղության ժամանակ ես միշտ հիշեմ, որ միշտ պիտի կանչեմ, որ միշտ պետքա թագեմ։ Եվ ձեզանից որն է, որ իր որդին հաց ուզի ձեզնից, քար տա նրան, կամ թե ձուկ ուզի, օձ տա, եւ կամ թե ձու ուզի, միթե նա կարիճ կտա նրան։ Ապա թե դուք որ չար եք, գիտեք բարին անել, պարգևներ տար ձեր որդկանցը եւ որքան ավելի երկնային հայրը, որ Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից։ Այս էլ սրա համար, որ այն մարդիկ, ովքեր որ չեն Սուրբ Հոգով մկրտվել, հայրը միշտ բարի եւ ձեզ կտա այդ Սուրբ Հոգին, ովքեր որ չեն մկրտվել։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ հայրը բարի է։ Մեր Աստված բարի է։ Ուղղակի այդ մտերմությունը պետք է մենք վերականգնենք եւ հասկանանք։ Եթե ժառանգորդ ենք, ուրեմն որդի ենք։ Եթե որդի ենք, ուրեմն հայր ունենք երկնքում։ Մի հատ երգ կա, չէ՞, որ լսել եք, որ Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ։ Մարդիկ կան, որ այդ երգը երգում են Հիսուս ունեն թե չունեն, ոնց որ չունեցածի պես երգեն։ Եկեք երգենք Հիսուս ունենք, ունեցողի պես։ Փառք Աստծուն։ Այդ բառերը, գիտես, երբ որ աղոթք ենք անում, ասում ենք իմ Տեր Աստված, այդ իմը ուղղակի բառ չասենք հենց մեզ, ասենք իմ Տեր, իմ Փրկիչ, իմ Աստված, փառք Աստծուն։ Փիլիպպեցիս 4:6 Խոսքն ասում է ոչինչ չի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթք արեք աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքը թող հայտնի լինի հարևանին Աստծուն։ Բայց շատ ժամանակ, գիտես, մեր խնդրվածքը ավելի շատ չգիտես ում ենք հայտնում, ոչ թե Աստծուն։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է իմ ընկեր, իմ բարեկամ։ Բա որ մնաց այդ ընկերն ու բարեկամությունը, եթե միանգամից դու պիտի չհայտնես Աստծուն, որ դու խնդրի մեջ ես։ Թող ձեր խնդրվածքը թող հայտնի լինի Աստծուն։ Մարկոս 10:49-ի խոսքում մի հետաքրքիր տեղ կա եւ Հիսուսը կանգնած էր եւ ասեց, որ նրան կանչեք։ Գիտեք, այստեղ մի պատմություն է, մի քիչ ներքևից եմ կարդում։ Այստեղ Կուր Բարթեղոմեոսի մասին է եւ ասում է, երբ որ լսես, որ Քրիստոսը գալիս է, ձայնը բարձրացրեց եւ նրան ասում են լռիր։ Եվ ասում է իր վրայի շորերը գցեց եւ վազեց Քրիստոսին։ Մենք հասկանում ենք, որ Կույրին այդ շորերը շատ պետք է, որովհետև շատ ժամանակ իր մոտից գնում են մարդիկ եւ այդ շորերը պետք է հագնի, ովքեր չեն եղել Իսրայելում, ասեն, որ այնտեղ գիշերը շատ ցուրտ է։ Եվ ասում է շորերն է գցեց եւ նրան ասեցին։ Եվ Կույրին կանչեցին եւ ասեցին նրան. «Քաջացիր եւ վեր կաց, նա քեզ կանչում է»։ Նա էլ իր հանդերձները գցեց, վեր կացավ, Հիսուսի մոտ եկավ եւ Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց. «Ինչ ես կամենում, որ քեզ անեմ»։ Միթե Քրիստոսը չգիտեր, որ նա կույր է։ Միթե Քրիստոսը չէր հասկանում, որ իրան տեսողություն է պետք։ Ինչ ես կամենում, որ քեզ անեմ։ Շատ ժամանակ Աստված ուզում է, որ քո բերանից, իմ բերանից դուրս գա, որ կոշիկներս մաշվել է։ Շատ կներեք, օրինակներ եմ բերում։ Որ իմ մեքենաս փոխելու ժամանակն արդեն էլ չի կարա վերանորոգվի, որտեվ արդեն չեն ուզում վերանորոգեն արեստավորները։ Լավ, գիտեք ինչի մասին է խոսքը։ Գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ուզում է, որ մեր խնդիրը հայտնի անենք Աստծուն։ Եվ Հիսուսը պատասխանեց. «Ինչ ես կամենում, որ անեմ քեզ»։ Նա էլ ասեց. «Ռաբի, որ տեսնեմ»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Գնա քո հավատքը ապրեցրեց քեզ»։ Նա էլ շուտով տեսավ եւ ճանապարհումը Հիսուսի ետևից գնում էր։ Փառք Աստծուն։
Աստվածաշունչը խոսում է, որ մեր Հիսուսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուզում է, որ մեր բերանից մեր խնդրվածները դուրս գան։ Շատ ժամանակ, գիտեք, մենք մեր քթի տակ մրմնջալով մեր խնդիրը մեր ձեռն առած մանենք գալի ու Տիրոջ չենք հայտնում մեր խնդրվածքը, մեր խնդիրները։ Այսպես գիտես շատ պատմություններ կա, որ Աստվածաշնչի մեջ որ բոլոր տեղերը չկարդամ եւ ասում եմ մի կին կար, որ 12 տարվա մեջ ինքը ուներ այրնահոսություն, տերատոսության մեջ էր այրան։ Եվ շատ բժիշկներից շատ չարչարվել էր եւ իր բոլոր ունեցվածքը ծախել էր եւ ոչինչ օգուտ չէր ստացել եւ ավելին դեպի վատներ գնացել։ Բայց գիտես իր մեջ ինչ կար։ Հասկանալով, որ ամբողջը շատ է եւ իրան անհասանելի է եւ ասում էր եւ որ եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, ես կփրկվեմ։ Իր մեջ կար հավատք։ Գիտես, այս դեպքում նույնիսկ Քրիստոսին չգնաց հասա, որ ինձ կփրկես թե չես փրկի, այլ նրա մեջ այդ հավատքը կար։ Եվ ասում է, եւ շուտով նրան այրան այդ աղբյուրները ցամաքեցին, եւ նա բժշկվեց։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը շուռ եկավ, ասավ, ով դիպավ իմ հանդերձին։ Այսինքն մենք տեսնում ենք այդ պատմության մեջ, որ միանգամից իր հավատքը, որ կար արդեն իրան բժշկեց։ Այսինքն քայլեց դեպի Քրիստոսին, քայլ արավ նա, եւ ոչ միայն հավատքը, այսինքն շարժվեց։ Գնա Քրիստոսի մոտ, կանչիր Տիրոջը։ Քու խնդրվածքը տուր Աստծուն, որ Տերը քեզ տեսնի ինչա քեզ պետք։ Ես մի բան եմ հասկանում սրանով։ Եթե դու արդեն իսկ կանչում ես Քրիստոսին, դու հավատում ես, որ նա քեզ կարող է ինչ-որ մի բան տա։ Դուք զգացել եք, երբ որ ձեզ մի բան է պետք, երբ որ մեկին ինչ-որ դու դիմում ես, դու չես դիմում այն մարդուն, ովքեր որ դա չգիտես նա կարա քեզ օգնի թե չէ։ Դու միանգամից դիմում ես այն մեկին, որ կարա քեզ ունի այդ հնարավորությունը քեզ օգնի։ Դու արդեն վստահ ես, որ նա կարա քեզ օգնի։ Փառք Աստծուն։ Գիտեք, մի պատմություն եմ ուզում պատմել իմ տնից, ասեմ, որ իմ փոքրս վերջերս ինչ շատ այսպես անհանգստացնելով ասում էր, գիտես, ինձ գործապետ, ինձ աշխատանքապետ, ինձ մի բան ճարի, որ ես գնամ ինչ-որ մեկին օգնեմ, որ մի գումար վաստակեմ, ասում եմ, իմ քաղցր, ասում եմ, մի՞թե քեզ ասենք, ինչ-որ գումարներ է պետք, ես չեմ տալիս։ Եվ այդպես, գիտես, բանի տեղ չդնելով իրան, իմ գործի տեղը եղավ, որ ինչ-որ մի մարդու կարիք կար, ես հասկանում եմ, որ դա չի կարող լինի Դավիթը, եւ ձգձգվելով, գիտես, այնտեղ խնդիր չկա, հիմա մարդու խնդիր չկա, կարանք այդ հարցը լուծենք, ուղղակի ձգվում է այդ ամեն ինչը։ Այն մի տեղից ինձ խնդրում են, որ պետքա մարդ կա ինձ օգնի, այստեղից Դավիթը ինձ հանգիստ չի տալի, ասում է ինձ գումար է պետք, ես պետքա աշխատեմ։ Գիտեք, այստեղ ես ինքս տեսնում եմ Տիրոջ գործը։ Ես հասկանում եմ, որ այստեղ մի բան այն չի։ Այս մեկին գործ է պետք, այն մյուսին աշխատող է պետք։ Գիտեք, իրան, որ մի բան շատ պետք է, Աստված լսում է իր ձայնը։ Գիտեք, ձեր երեխեքին սովորեցրեք, որ մեր տան հացը, որ կա, դա Աստծուց է։ Շատ էլ մենք վազվզում ենք, աշխատում ենք, բերում ենք այդ ամեն ինչը, որ կա, մեր տան օրհնությունը Աստծուց է։ Եվ ասեմ քեզ, դա շատ հետաքրքիր ձևի ես հասկացա, որ այստեղ ուղղակի այս ամեն ինչը այսպես չի հավաքվել, ես վերցրեցի իրան, իմ ավակ տղայիս հետ գնացինք իրան օգնեցինք, այդ գործը համարյա թե մենք մեր ձեռքերով արեցինք, ինքը քիչ աշխատեց, այդ գումարը ինքը ստացավ, շատ ուրախությունով։ Ու ես հասկանում, որ եթե մի բան ինձ ու քեզ պետք է, ինչպես Աստվածաշնչի մեջ ասում է, եթե դուք որ չար եք կամենում եք ձեր երեխաներին, միթե ձեր երկնային հայրը ձեզ համար ինչ-որ մի բան կխնայի։ Եկեք այդ դեֆիցիտը մենք վերացնենք, եկեք այդ խնդիրը մենք վերացնենք, որտեղ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ ասում է մարդու որդին, երբ որ գա, հավատ կգտնի երկրի վրա։ Այսօր իրոք մեր քրիստոնյաներիս մեջ թող այդ խնդիրը չլինի։ Մի պատմություն կա, Գեդեոնի պատմությունը, երբ որ ասում է Տիրոջ հրեշտակ եկավ եւ կանգնեց, խոսեց Գեդեոնի հետ, ասում է ով զորավոր, Տերը քեզ հետ է։
Գիտես, Գեդեոնը ուներ խնդիրներ, երբ որ ասում է իր թշնամիները գալիս էին այդ հացի հասնելու ժամանակ եւ ասում է ամբողջ բերքը հավաքում են եւ իրանք մնում են սոված։ Եվ նա թուլացել էր, գիտես, եւ իր տրտունջը եղավ ասում է, եթե ես զորավոր եմ, ինչի է այս ամեն ինչը այսպես։ Եվ Տերը խոսեց, ասում է, ես քեզ հետ եմ, գնա եւ ասում է կհաղթես, քեզ հաղթող կանեմ։ Գիտեք, այսօր խնդիրների հետ էլ եմ ասում։ Գալիս է աղմուկ, գալիս է շփոթմունք, բայց Աստված հավատարիմ է։ Նորից այս խոսքերը ես կասեմ եւ միշտ ասել եմ այստեղից։ Բարի է Տերը եւ ամրոցը նեղության օրումը։ Եվ նա ճանաչում է իրեն ապավինողներին։ Եվ մենք գիտենք Գեդեոնի պատմությունը։ Գիտես, այստեղ մի հատ պատմություն կա, երբ որ խոսում ասում է Տեր, եթե դու ինձ հետ ես, ինձ մի նշան ցույց տուր։ Եթե դու ինձ հետ ես, ինձ մի նշան ցույց տուր։ Ասում է մի հատ լաթի կտոր վերցրեց, ես ասում եմ գիշերը դրեց եւ ասում է եթե դու կամքն է եւ այս նշանը ցույց տաս, թող ցողը իջնի եւ ասում է ամբողջ տարածքը թող չոր լինի եւ այս լաթի կտորը բրդի լաթի կտորը թող ինքը լինի թաց։ Առավոտ հելավ եւ տեսավ, որ հենց այդպես է կա եւ ասում է մի կոնք ջուր քամեց այդ կտորի վրայից։ Եվ խոսքի մեջ ասում է Տեր, քո բարկությունը թողին վրա չբարկանա, ասում է մի հատ էլ թող հակառակը լինի, թող ամբողջ տարածքը թաց լինի եւ այդ բրդի այդ շորը թող չոր լինի։ Եվ առավոտը հելում է տեսնում է այդ ինչ որ ուզում է այնպես է լինում է։ Գիտես, սա ինչի համար եմ ես ասում։ Չեմ ասում, որ մենք Աստծուն փորձենք, բայց շատ ժամանակ եկեք տեսնենք Տիրոջ գործը, նկատենք իր հրաշքները մեր կյանքերի մեջ։ Ձեռք բերենք այդ մտերմությունը, չէ՞։ Ես ինչի համար ես այդ օրինակը բերեցի իմ տղայիս օրինակը, որ նա սկսել է սովորել Աստծու, գիտես, Աստծու ձեռքի գործը։ Եթե մի բան ինձ ու քեզ պետք է, Աստված ոչ մի բան չի խնայելու քեզ համար։ Փառք մեր Տիրոջը, գիտես շատ տեղեր կա, որ վերցրել եմ ձեզ կարդալու չեմ ձեզ հոգնեցնի, եկեք կանգնենք եւ աղոթք վերցնենք, որովհետեւ այսօր ես գիտեմ, որ ինչ որ ես չեմ հասցրել, այսօր քույրերին մեծ խոսքի մաս կա, որ պետք է այսօր դուք ստանաք եւ այդ հյուրասիրությունից առաջ շատ կարեւոր է այդ խոսքը դուք առնեք։ Աստված ձեզ շատ օրհնի։ Եկեք մի աղոթք վերցնենք, որ Տիրոջ հետ այդ մտերմությունը վերականգնենք։ Քայլենք Տիրոջ հետ։ Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Քո փառքիդ համար, Տեր։ Օգնիր մեզ, Տեր, որ մեր հավատքը ուժեղանա, Տեր։ Գոհանում եմ քեզանից, Տեր։ Ամեն հրաշք, որ մեր կյանքի մեջ լինում է, Տեր։ Բաց մեր աչքերը, որ տեսնելով, որ դու մեզ հետ ես, Տեր։ Թող վերականգնվի, Տեր, մեր հավատքը եւ ամրանա, Տեր, որ հասկանանք, որ մեր հետ կանգնած ես, Տեր, որ դու մեր կողքին ես, մեր հայրն ես, որ պիտի ժառանգենք, որ մեզ պետք է հազարապատիկը հատուցանես, Տեր, ես երկրի վրա, այս օրերի մեջ, Տեր, շնորհակալ եմ քեզնից քորտնությունների համար, Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Փառք եմ քեզ տալիս, Տեր, որ օրհնել ես ամեն մեկից, Տեր, որ քո ձեռքիդ մեջ հանգիստ ենք գտե, Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը, եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Այսօր մեզ կներեք, մենք հյուրասիրություն չունենք, մի փոքր պետքա շուտ ավարտենք, որ մեր քույրերը այսօր մեծ շուկով պետքա տոնեն իրենց մարտի 8-ը եւ ունեն կոնֆերանս, եղեք օրհնված, պարզի ձեռքդ վերցնես օրհնությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու խաղաղությունը լինի ձեզ հետ, գնացեք խաղաղությամբ։